մեծ եղած եմ սրտապան, համալսարանի պրոֆեսոր, դիտոսներ եւ անունիմ կարևոր չի ադի։ 10 տարի առաջ գնոջս հետ որոշեցինք, ինչ կուզենք, որ մեզ հիշվի։ Դիգինս ցավ ունեցվածքից մեծ մասը մշակութային կենտրոն գագլանդել, ադոր գնվիրի, այդ կենտրոնը մեր անունով կոչվի։ Ես սալասի կուզեմ երթալ Հայաստան, ունենալ դպրոց։ Հիմա Հայաստանի մեջ դպրոց ունենք, 1025 աշակերտ ունի։ Դպրոցի մեջ օրենք հանեցի, որ օդար բարեր կորզատեր արգելված է։ Ուրեմն, որպեսզի կարենան իրենք օդար բարեր չկորզատեն, պատրաստեցինք փարարան։ Անհարգի հաջախի կորզատվող օդար բարերու հայերեն համարժեքները, այսինքն հաջախ որ կորզատեն օդար բարեր, անոփարալներ։ Եվսի ամեն աշակերտ օրական 15 հատ բար բիծորվի։ Եվ ցևական գերբով իրենցի վախցնելու համար, որսի դարվա վերջի քննություն մի դանցնեք։ Բայց իհարկե քննություն չի գար։ Իրեն ցկեցի, որ պատասխանատվությունն առնեն։ Կյանքի մեջ կարևոր բան է պատասխանատու լինել։ Խոսքը թարգել, գործը դարաշտանի, այդ կերպով գարկվիս։ Հաջորդը մենք հայերս ազգային հարցեր ունենք։ Ազգային հարցերեն մեկը հայերեն լեզուն է։ Բոլսա հայերը ունենք արևմտահայերեն մենք սպիրքի մեջ, Հայաստանի մեջ կա արևելահայերեն։ Ուրեմն, եթե մենք հայերս մեկ ազգ ենք, մեկ հայրենիք ունենք, ինչու պիտի ունենանք երկու հատ հայերեն լեզու։ Ուրեմն հայագետներ հավաքեցի, Երևանեն, Լիբանանեն, Փարիզեն, Վենեդիգեն եւ Լոս Անջելեսեն 9 հոգի էին, երկուքը յետքաշվեցան 7 հոգի։ Հերավար գերբով ամիսը 1 ժամին 2 ժամ մեկ նույթ կվերցնեինք, փայերը հոլովել կամ խոնարհել, կամ ածականները եւ կփախտադեինք։ Աշխարհապարը հարաճ եկած է քրապարեն 1850 շրջանին բոլսո մեջ որոշ հայագետները, խմբագիրները, քրողները եւ այլն հավաքվեցան, ցինքանի որ քրապարի շատ չի խոսվիր, աշխարհապարն է, ուրեմն հաստատեցին արևմտահայերեն բոլսո մեջ։ Վերջը դարածվեցավ աշխարհում մեկ։ Հայաստանի մեջ, Թիֆլիսի մեջ ավելի ճիշտ է, արևելահայերեն են։ Ադի Թիֆլիս ինչու, որովհետև ռուսական շրջանին հայկական կենտրոնը ուներ։ Ուրեմն այս երկու ճյուղերը հարաճած են քրապարեն։ Ուրեմն ինչեցինք, արմադը քրապար է, արևելահայերենը կվերցնենք, արևմտահայերենը կվերցնենք, քովի կբերենք, որ քրապարի մոտ է, գորոշենք եւ ադի գբիդի լա միանձնական քրական հայերեն։ 11 օրենքներ էին եւ գազմեցին քիրք։ Միանձնական քրական հայերենի քերականություն։ Հայաստանի մեջ պետականորեն պիտի ընդունվի, որ վերջը տարածվի աշխարհում մեկ։ Այսինքն այլևս Հայաստանի մեջ արևելահայերեն, բոլսո մեջ արևմտահայերեն քրական լեզու պիտի լա, պիտի լա մեկը միասնական։ Խոսակցականը ազատ է։ Մեկ խոսակցական
40 տեսակ բարբառներ ունի։ Աս կնշանակե, որ հիմք կտնեք ազգային միասնության։ Գիտեք ազգը ինչ կնշանակե, կամ ինչ փաղադրիչ ունի։ Ազգի փաղադրիչներն են ժողովուրդը, հայրենիքը, լեզուն, գրոնը և մշակույթը։ Ուրեմն սփյուռքի մեջ հայությունը բաղված է երկու հիմքի վրա՝ գրոնք և լեզու։ Այս երկու հիմքի վրա սփյուռքը բաղված է։ Հիմա մեր նպատակը այն է, որ այլևս չլա երկու ջուղ, ըլլա մեկ լեզու և ասիկա կմիացնե Սփյուռքն ու Հայաստանը։ Հաջորդը հրատարակչություններ գնենք, ձեզի շատ սիրելի Զահրադը։ Ես մեծապես կարգեմ իր արվեստը, որ նորարարություն մտցուց, առարգայական քեղարվեստը հայերենով ժողովրդին ծանոթացուց։ Իրեն պես մի քանի հատ կամ ավելի նված ասեցություն ունեցած են։ Ուրեմն հայ գրականության մեջ մեծակույն առարգայական գրականությունը դարածողը Զահրադն է։ Ասիկա մենք անցյալ դարի կարծեմ շնորհանդեսնենք բոլիս և վերջը Հայաստան, վերջը Ամերիկա։ Հիմա երկու հոգի մասին պիտի խոսիմ, որպեսզի իմանաք, թե հարստությունը չէ, որ մարդուս կբարձրացնե։ Գոմիդաց վարդապետ 1911-ին այս եղանակի երկարանի գիրքը հրատարակած է։ Ով էր Գոմիդաց վարդապետ։ Գոմիդաց վարդապետ Türkçe konuşanlarım Türkçe. Kimdi Gommidas Vartabet? Şiirleri yazan, öyle şarkıları yazan. Aha. Yer Kahaner, bak, Uriş. Mortem yani. Çok şey oldum şu anda. Hiçbir sava geçiyor kere. Ay heyecanlandım. Küğeri kınaat. Evet, köylere küğeri. Küğeri kınaat, ժողովրդին հետ նստեցավ, երկերդվավ, նոտերու արավ և քիրքեր երկարաններ շինեց։ Եվ վերջը դարավ Եվրոպա փեմերեն ներկայացուցադիկա, որպես հայկական ժողովրդական քեղարվեստ, մշակույթ, kültür։ Եղավ։ Աղիսկն։ Ուրեմն Գոմիդաց վարդապետը ով էր։ Ինչ հարցի։ Ուր ծնած էր Գոմիդաց վարդապետ։ Մորցը։ Եթե դու չես գիտեր, հիմա գետրոնագանի աշակերտները կգանչեն, որովհետև Գոմիդաց վարդապետը գետրոնական վարժարանի մեջ երաժշտություն սորվեցուցած է, ուսուցիչ եղած է օսպորիս։ Քյոթահյա ծնած է։ Այո։ Եվ երկու տարեկանին ծնողքի մեկը կմեռնի, 10 տարեկանին մյուս ծնող կմեռնի։ Որ կմնա։ Եկեղեցի գերծար երգեր։ Էջմիածնի կաթողիկոս Անդրեյ վարդապետի նշած էր, որ երբ որ Էջմիածին կաց, որ լավ երգ է։
ուրեմն աս որբը գերտայիչ միացին ոնդեղ գաթողիկոսը գլսեր ցայնին գսե ամիջապես քևորքյան ջեմարանու դարեք որ սորվի գծորվի երաժշտության մեջ կառաջանա իրեն բարերար կգտնեն գղրգեն Բերլին ոնդեղ երաժշտություն գծորվի այսինքն Քյութահյայի որբը կդառնա աշխարհարչակ հայ երաժշտության հիմնադիր արդի երաժշտության եւ եկեղեցական ուրեմն անցիմը եթե դուն արիթ դաս գրեթե ոչինչ չեն բարձունքի գաս երկրորդ օրինակը Հովհաննես Թումանյան Եկուր դեցնում զորավոր գերևիս անունըտ Արդա Արդա ով է Հովհաննես Թումանյան լավ Հովհաննես Թումանյան հայ բանաստեղծության բարձունքներեն մեկն է արևելահայերու բանաստեղծության հիմնադիրներեն մեկն է որ ծնած է Թսերքյուղ լորի մեջ Թսերքյուղ հայրն գիտես ինչ էր դերբաբա դերդեր ուրեմն դերդերը մտղայր վերջիլար գեցին իրեն Թիֆլից Թբրոցը հայրը բավական տրամփ չէր շահիր դերդերը իդղային Թբրոցին ցուրս ֆրնդեցին Վերջի ինքը սկսավ հրադարագություն ունել, բանաստեղծություն քնել, թատերապրություն գրել, ազգային կորձից, ազգային կորձիչ դարձավ։ Հայերը այդ ժամանակ ֆեդայիներ շատ կային։ Արևմտյան Հայաստանի մեջ հայերուն հետ շատ լավ չէին վարվեր, ուրեմն ինքը զենքեր կքներ, Այդ ֆեդայիներուն հետ կղարգեր, որպեսի հայերուն պաշտպանեն։ Գարտացեք Հովհաննես Թումանյանը, իր կարիակները, 4 տողնոց բանաստեղծություններ շատ բան կցորվի։ Ուրեմն, քյուղացի դերդերի մտղան գտարնա հայ հուտության համար մեծակում բանաստեղծներուն, որ դրվակ մնալ որ գցե եւ որ Արեմդյան Հայաստանի մեջ հայերուն գսպանեին ընտանիոք կուկային էջմիածին, որպեսի պաշտպանվի, որբեր շատ կային, որբեր ունոք կդանիր, որբեր հիվանդ էին էջմիածնի մեջ, ուզեց որ վեհարանի մեջը հիվանդանոցը լա։ Անդեն նույն ժամանակ վագատոգոսնա գցե, որ նոր օգեցին վեհարանը, Als ոչլոտները ինչու ընտնենք, խեղջեր են, բայց ավելի լավ է, բարիսվին գողկմնա։ Հովհաննես Թումանյանը, ուրեմն գսե, ես գսե ամենայն հայոց կաթողիկոս եմ, ուրեմն կացեք Հովհաննեսին իմ բատվերս ծարեք, երբ որ երբ բատվերը գուկա, իքնա գսե, ես ալ ամենան հայոց բանաստեղծ եմ, ուրեմն Քյուղացի դերդերի տղար կաթողիկոսին այդպիսի պատասխան կտա։ Ստելը որ ոչնչեն գրնած բարձունքի ասնին, երբ որ հարմարություններ ունենաս։